Ինչ եղավ, մամ։ Բերանդ բաց է մնացել։ Ինչ տեսար։ Այնքան չքնաղես։ Աստված քեզ չար աչքից հեռու պահի։ Ես եմ նրան հագցրել, մամ, այնպես որ ես էլ եմ գովասանքի արժանի։ Տար նրան ու արա գարի։ Լավ, մամ։ Դի, նկարում եմ։ Նստիր։ Ժպտա։ Դի, ձեռքերիդ գեղեցիկ մեհենդին էլ ցույց տուր։ Հոյակապ է։ Ցույց տուր։ Սա առաջինը ջիջուն պետք է տեսնի։ Ոչ, Ադիտի։ Ներիր, արդեն ուղարկեցի։ Ինչ է լավ նկար է։ Նայիր։ Արի դիվակար բայա։ Նստիր։ Ներիր։ Այ հիմա նստիր։ Մի քիչ արագ կանես, առանց այդ էլ ուշանում եմ մոտոցիկլետի պատճառով։ Ինչու ես այդքան լարվել բայա։ Լավ։ Ասա տեսնեմ ինչ անեմ բեղերդ։ Դրան ձեռք չտաս։ Սա աստծո պարգև է։ Դա մեր հարցն է։ Ինչ է սիրունիկ է։ Տեսնեմ։ Շատ սիրուն աղջիկ է, շատ։ Նա իր եղբայր։ Դիվակար եղբայր բախտդ բերել է, շատ է բերել։ Մեզ էլ ցույց տվեք։ Ահա, դիվակար Բահայան այսօր ամուսնանում է։ Որտեղից ես այդ գեղեցիկ հուն գտել։ Դա էլ է աստծո պարգև։ Ալո։ Ողջույն, ջիջու։ Քույրս գեղեցկության թագուհի է, չէ։ Այո։ Լավ, ջիջու։ Ես մի անակնկալ են ունեմ։ Վերջին անգամ խոսիր թափքի հետ հարսանիքից առաջ։ Ոչ, ես Փեսան է, բայց ինչ խոսեմ նրա հետ։ Սա քո վերջին շանսն է հարսանիքից առաջ։ Սիրուց խոսեք։ Ալո։ Ալո։ Այո, լսում եմ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Ինչի համար։ Նրա ինչի։ Նրա համար, որ ինձ ընտրեցիք։ Քանի անգամ պետք է նույն բանն ասեք։ Երեք գիշերն էլ եք նույն բանն ասում։ Այո, բայց ես ուզում եմ մի ուրիշ բանի համար էլ շնորհակալ լինել, որ իմ ընտանիք։ Այո, որ այդքան ուշադիր եք իմ ընտանիքի նկատմամբ։ Արագ խոսեք, մի բառ ասելու համար մի ժամ այսպես խոսելու եք։ Ինչ ես այդպես նայում։ Չլինի բարկացել ես։ Ներիր, ես ասում էի, որ դուք շատ ուշադիր եք իմ ընտանիքի նկատմամբ։ Շնորհակալ եմ ինձ ընտրելու համար։ Շնորհակալ եմ։ Դու շարժվեցիր ու այդ պահին բեղդ նորից կաչի դիվակար բայա։ Ինչ էր ասում ջիջուն։ Հեռախոսն անջատվեց։ Թող նորից զանգ տամ։ Ադիտի, նրան մի խանգարիր։ Պարզ է։
Արդեն սկսել ես անհանգստանալ նրա համար։ Թող այսօր մեր տուն գա հարսանիքին, ես դեռ կխոսեմ նրա հետ։ Պարզ է։ Եկան։ Դիդի, ես փեսային ոչ մի տեղ չեմ տեսնում։ Հիմարիկ, նայր այնտեղ։ Այո, բայց նրա երեսը չեմ տեսնում։ Հենց որ այդ թագն իջեցնի, նոր կտեսնես։ Մայրիկ, մամ։ Սանջու, բեր ծաղկաշղթաները։ Ինչ է եղել։ Ես քեզ կարևոր բան ունեմ ասելու։ Նախ ցած իջիր։ Լսիր, մամ։ Խնամի, բարով եկաք։ Համեցեք։ Խնամի, որտեղ է փեսան։ Տեղաս, նարի, իջիր։ Մի րոպե։ Սպասիր։ Շուպ, տեղաս, աթոռ բեր։ Հիմա հայրիկ, բերում եմ։ Մի րոպե։ Արի տեղաս, արի։ Արի խնդրեմ։ Սպասիր, փեսա։ इतनी भी जल्दी क्या है? Նախ դեմքդ ցույց տուր, հետո առաջ կգաս։ फिर अंदर जाइए। Դեմքդ ցույց տուր։ अरे भाई, Դե, եթե ուզում ես հարսին տեսնել, նախ քո երեսը պետք է ցույց տաս։ चेहरा हटाना पड़ेगा। Ճիշտ է, ջիջու, քեզ չեն թողնի ներս մտնել։ Դեմքդ ցույց տալը միակ միջոցն է դիդիին հասնելու համար։ यही रास्ता है Ստիպված ես դա գլխիցդ հանել։ Տեր Աստված։ Դիդի, նա լրիվ ուրիշ մարդ է։ Լրիր։ चुप कर Ջիջու, այսպես քեզ շատ ես ազում։ इनफैक्ट Այսպես նույնիսկ ավելի ջահել ես երևում։ Ճիշտ չէ։ Լավ, կատակները մի կողմ թողեք։ Եկեք ներս գնանք։ Խնդրեմ, եկեք։ Խնամի, Արի ջիջու։ եկեք։ Բանական, ծաղիկները։ Կրիստական ջի կանչեք հարսին։ Լավ, հենց հիմա։ Լսիր, հարսը շատ է ուշանում։ Մի բարկացիր։ Գնա, քրոջդ կանչիր։ Արդեն եկավ։ Դիդի, փեսան լրիվ սափրվել է։ Նախ դեմքին նայր, հետո կամուստանաս։ Տիկին կապեք հարսի ու փեսայի հանգույցը։
Հիմա հարսն ու փեսան պետք է կանգնեն։ Հիմա հերթը 7 երթումներինն է։ Նախ եւ առաջ պետք է երթումները բարձրաձայնացվեն։ Առաջինը կսկսի հարսը։ Կրկնիր աղջիկս։ Ես կհարգեմ ամուսնուս։ Ես ամուսնուս կհարգեմ Աստծո պես։ Տղաս դու էլ ասա։ Դու էլ ասա, այս կինը կյանքիս ընկերը կդառնա։ Ես պարտավորվում եմ մինչև կյանքիս վերջը պահել ու սատարել նրան։ Այս կինը կյանքիս ընկերը կդառնա։ Ես պարտավորվում եմ մինչև կյանքիս վերջը պահել ու սատարել նրան։ Աղջիկս դու կրկնիր։ Ես պարտավորվում եմ ամբողջ կյանքում կանգնել ամուսնուս կողքին լավ ու վատ օրերին։ Ես պարտավորվում եմ ամբողջ կյանքում կանգնել ամուսնուս կողքին լավ ու վատ օրերին։ Տղաս դու կրկնիր, կյանքումս երբեք նրա ձեռքը բաց չեմ թողնի։ Այո, չեմ թողնի։ Աղջիկս դու կրկնիր, ես կհարգեմ ամուսնուս, հաշվի կառնեմ ու կընդունեմ նրա բոլոր հարազատներին։ Ես կհարգեմ ամուսնուս, հաշվի կառնեմ ու կընդունեմ նրա բոլոր հարազատներին։ Լսիր, սրանից հետո քո կյանքում ամեն ինչ անդադար կրկնվելու է։ Կակազելու է։ Երևի էսպես անես, ժամանց հետ մի ժամով հետ տուր, որովհետև սրանից հետո կյանքդ շատ դանդաղ է առաջ գնալու։ Տես ինչ եկավ գլխիդ, հիմա ոչ միայն հասակով ես հետ մնալու, այլև խոսելով։ Ինչ էլ զույգ է, իրար շատ ես ասում։ Տղաս, հիմա դու կրկնիր։ Ես կհարգեմ կնոջս, հաշվի կառնեմ ու կընդունեմ նրա բոլոր հարազատներին։ Չեմ հարգի։ Ոչինչ էլ չեմ ուզում լսել։ Թող անիծվի ես հարսանիքը։ Ես կծերանամ մինչև ես աղջիկը մի նախադասություն վերջացնի։ Չեմ ուզում ամուսնանալ կակազի հետ։ Ես չեմ ամուսնանա, ինձ ես միությունը պետք չէ։ Դիվակար ինչ ես ասում, խելագարվել ես։ Հայրիկ ես կխելագարվեմ, եթե ամուսնանամ ես աղջկա հետ։ Իմ կյանքը նրան հանդիպելուց հետո իսկական դժոխք է դարձել։ Տաճարում լինի ընկերներիս հետ, թե խանութում ես խայտարակ եմ լինում նրա պատճառով։ Բոլորն ինձ ծաղրում են։ Ես ամոթով եմ մնում նրա այս կակասի պատճառով։ Դրան նայեք, իմ բեղերն նրա պատճառով սափրեցին։ Իմ բեղերը։ Մի սրան նայեք, տեղով թերություն է, բայց ծիծաղում են փոքրիկ թերության վրա։ Նա դիտմամբ։ Դիտմամբ բարձրակրուն կոշիկներ է ակնում հայրիկ, որից սաղրի, որից բոլորի մոտ խայտարականի։ Կտեսնեք, ես էլ շուտով կսկսեմ նրա նման կակազել։ Հղկոր չի ես հարսանիքը։ Գրողի ծոցը գնա, ես չեմ ուզում ամուսնանալ, վերջ։ Չեմ ուզում, հանգիստ թողեք ինձ։ Վերջերն եմ անիծել, ես գնում եմ չեմ ամուսնանում։
Դիվակար տղա, սպասիր։ Թող ինձ։ Դիվակար տղաս, դու սխալվում ես, տղաս։ Նա էլ բարձրակրունկ կոշիկներ չի հագնում։ Դրանք բոլորը թափել է։ Հա ինձ էլ կարող է թափել, եթե ուզում է։ नहीं बेटा तुम्हें गलतफहमी हो रही बेटा Ոչ տղաս, դու սխալ ես հասկացել։ वो कोई ऐसा काम Թափքին քեզ շատ է հարգում։ Տղաս, նա քեզ կերջանկացնի, ամեն ինչ քո ուզածով կանի։ Միայն թե մի բարկացիր, խնդրում եմ։ Թողեք, հա, պետք չի։ Որ մարդն են լավ կզգա կակազի կողքին։ Դու գոնե հասկանում ես, թե ինչ ես ասում։ क्या बोल रहे हो और भाभी आप Ինչեր է իրեն թույլ տալիս։ Ոչ մի բան չասես։ Ուշադրություն մի դարձրեք։ Նա շատ է սիրում քրոջը։ Տղաս ես քեզ ավելին կտամ, քան դու ուզում ես։ Միայն ասա, տղաս տես։ Այսքան հյուրեր են եկել, հարազատներ։ रिश्तेदार Այդպես չի կարելի։ Ճիշտ չէ, Միշաջի։ Համոզեք նրան։ Ինչու պետք է համոզենք։ Դա ստիպելու բան չէ։ Լրիր։ Ինչու պետք է լռեմ։ Թող ասեմ ինչ ուզում եմ։ Այս ամուսնությունը հենց սկզբից էլ սրտովս չէր։ Ուղղակի քո պատճառով լռում էի, բայց հիմա էլ չեմ լռի։ Ես չեմ ուզում մեր գլխին իզուր փորձանք բերել։ Եկեք գնանք։ Խնդրում եմ լսեք ինձ։ Ներեք եթե ինչ-որ բան սխալ են կարել։ Ներեցեք Միշաջի։ पर मेरी बात पर Բայց հավատացեք իմ թափքին լավ հարց կլինի ձեզ համար։ Նա ձեզ երջանկություն կբերի։ Նա բոլորին բախտավորություն է բերում։ Շատ լավ աղջիկ է։ Եթե աշխատանքի գնալուց առաջ տեսնում եմ նրան, निकलता हूँ तो मेरा दिन ամբողջ օրս աջող է անցնում։ क्या बताओगे वो जहाँ Ուր գնում է երջանկություն է տարածում։ बस Մի մերժեք մեզ։ मिश्रा जी रिश्ता बता Դուք էլ եք կին։ आप तो खुद एक औरत Ձեզից լավ նրանով կհասկանա։ और कौन समझ सकता है Գիտեք թե այսպիսի բանից հետո ինչեր կսկսեն խոսել նրա մասին։ Կսկսեն բամբասել։ Խնդրում եմ Միշաջի։ Ձեր աղջկան փրկելու համար տղայիս կյանքը պետք է խորտակե։ Ես ընդունում եմ, որ նա քիչ է վաստակում, որ հասակը կարճ է, բայց մնացած ամեն ինչը նորմալ է։ Նա սիրունատես է, ջահել։ Ինչու պետք է մի այնպիսի աղջկա հետ ամուսնանա, որը կակազում է։ Ոչ։ Սա լինելու բան չէ։ Եկեք։ Սպասեք, խնդրում եմ, սպասեք։ क्योंकि आप सब लोग Գնացեք աչքալույսի խմիչքը բերեք։ चलिए आइए Ամեն ինչ լավ կլինի, անհոգ եղեք։ अरे बच्चों में बात हो रही Բադ բան չի լինի։ आप चिंता करिए Ասացի, որ տղաս չի ամուսնանա։ आप लोग चलिए Մենք այս տանը նույնիսկ ջուր չենք խմի։ मैं आपके Աղաչում եմ։ Խնդրում եմ, մի գնացեք։ Միշաջի, դիվակար, տղաս, թափքի լավ աղջիկ է։ Նա բուժվում է։ Աղջիկս կբուժվի։ Նա հիմա էլ առաջվա չափ չի կակազում։ उसका इलाज चल रहा है Բժիշկն ասել է, որ շուտով ամեն ինչ կանցնի։ उसकी थेरेपी चल रही है स्पीच Նա օրական կես ժամ թերթ է կարդում ու ոչ մի անգամ չի կակազում։ डॉक्टर ने कहा है वो बिल्कुल ठीक हो जाएगा अब तो वो अखबार पढ़ती रोज आधा घंटा Դուք ինչ եք հավատում, չէ՞։ बिना अटके हुए Մի րոպե սպասեք։ Մի րոպե։ Պոնամջի, जरा जल्दी արագ գնա մի թերթ բեր։ जल्दी सांस आप लोग Իսկ դուք բոլորդ սպասեք։ रुके रुके आप लोग Աղաչում եմ։ अभी आ जाएंगे ना पढ़ेंगे क्या है ना बेटा वो थोड़ा घबरा जाती है नए लोगों के बीच में Նա ուղղակի լարվում է անցանոթ մարդկանց մոտ։ Սկսում է կակազել, एकदम एकदम ठीक से बोलती है ज्यादा से բայց շատ շուտով ամեն ինչ կանցնի։ Նա էլ չի կակազի։ Էլ չի կակազի։ Մի գնացեք, խնդրում եմ։ बेटा Մի गनासेक मेरी बेटी Տղաս մի կոտրի աղջկա սիրտը։ तुम जो कहोगे मैं Աղաչում եմ։ Ես կյանքս չեմ խնայի ձեզ համար։ Միայն թե նրան մի լքեք, մի գնացեք։ Տղաս խնդրում եմ։ Միշաջի խնդրում եմ։ Համոզեք նրանց։ Թող ամուսնանա։ सब
Ինչ է ասելում ես։ Իմ տղան է ամուսնացողը, ոչ թե նա։ Եթե տղան ասում է, որ չի ամուսնանա, ուրեմն չի ամուսնանա։ Ինչու եք այդպիսի բան ասում։ Մենք ձեզանից ոչինչ չէինք թաքցրել։ Ինչու եք ամեն ինչ պայմանավորվելուց հետո հանկարծ ասում, որ նրանք չեն ամուսնանա։ Լեզուդ քեզ քաշիր աղջիկ։ Լսիր թե ինչ կասեմ։ Եթե խանութից ապրանք ես գնում, ու հետո տեսնում ես, որ քեզ չի սազում, տանում հետ ես տալիս։ Իսկ այստեղ խոսքն աղջկա մասին է։ Ամբողջ կյանքի հարց է։ Ես նրան հավանչեմ։ Եթե ձեզ պետք է, պահեք ձեզ մոտ։ Գնացինք։ Խնդրում եմ, մի գնացեք։ Շատ մի կրացիր, հայրիկ։ Թե չէ մեջ կծավի։ Վաղը չես կարողանա աշխատանքի գնալ։ Մայրիկն էլ կբարկանա քեզ վրա։ Արի, վեր կաց։ Մի նեղվիր աղջիկս։ Ամեն ինչ լավ կլինի։ Ամեն ինչ լավ կլինի։ Ամեն ինչ լավ կլինի։ Անպայման, հայրիկ։ Բայց եթե ես այսօր ամուսնանայի, ոչ մի լավ բան չէր լինի։ Գիտես, հայրիկ, ես ուզում եի այսօր իմ հիշողություններն այստեղ թողնել։ Բայց եթե քեզ ու մայրիկին այսպես գլխիկոր թողնեմ ու գնամ, ոչ մի լավ բան չի լինի։ Ոչ մի բան։ Մորաքույր, բժիշկն ասել է, որ ինձ նման մարդկանց բուժվելու համար նախ սեր է հարկավոր։ Իմ ընտանիքում ինձ շատ են սիրում։ Սա հայրիկս է։ Նա բոլորիդ առաջ ծնկաչոք խնդրում է, լաց է լինում։ Որովհետև ինձ աշխարհում ամեն ինչից առավել է սիրում։ Ինձ իր կյանքն է անվանում։ Ուրեմն ինչու է իր ուզում կյանքդ տալ նրանց, հայրիկ։ Գիտեք, դիվակարջի, հայրս երբեք իր վրա ոչ մի գրոշ չի ծախսել։ Իսկ ինձ համար պատրաստ է իր ամբողջ կարողությունը տալ բժշկին։ Միայն թե բուժվեմ։ Նա ինձ այնքան է սիրում, որ ինձ հետ աշխարհից ծայրն էլ կգա։ Բայց այսօր ապագա ամուսնուս հարազատները Սա էլ մայրս է։ Նա ամբողջ կյանքում աղոթել է ինձ համար, ծոմ է պահել։ Եվ ինձ միշտ համոզել է, որ ես այսպիսի թերությամբ եմ ծնվել, որովհետև Աստված ինձ
Դրան դիմանալու ուժ է տվել նաև։ Աստված ինձ իրոք շատ է սիրում։ Սա էլ Ադիտին է։ Քույրս, նա ինձ հետ օր ու գիշեր պայքարում է։ Նա հանուն ինձ պատրաստ է ամեն ինչի։ Փոքր եղբայրս Շուբը, գիտեք քերի, նա կրիկետ է շատ սիրում, բայց քրոջ պատճառով իր համար երբեք կրիկետի մական չի գնել։ Թոփքի։ Աղջիկս դու Ամեն ինչ կարգին է, հայրիկ։ Դիվակարջի, ես մեծ սիրով էի սպասում մեր հարսանիքին, որովհետև կարծում էի, թե հարգում եք հարազատներիս, հասկանում եք նրանց զգացմունքները, բայց դուք մեր սիրտը կոտրեցիք։ Եվ Աստված է վկա, որ ես երբեք ձեզ հասակի համար չեմ ծաղրել։ Ես այսօր առաջին անգամ իսկապես նկատեցի, թե ինչքան փոքր եք։ Բայց այստեղից Մորաքույր, ես ձեզ իմ մորից չեմ տարբերել, բայց դուք այդպես էլ չհասկացաք ապրանքի ու աղջկա տարբերությունը։ Դուք սխալ տեղ եք եկել հարս փնտրելու, խանութում մանեկեններ կան, որոնց հագին սարիներ կան։ Այնտեղից կարող եք հարս ընտրել ձեզ համար։ Հետո էլ դրանք էլ չհավանած սարիների հետ վերադարձնել։ Խնդրում եմ, ընտրեք մեզ հետ նոր գնացեք։ Թե չէ ամեն ինչ կփչանա։ Մենք ուտելիքը չենք կարող վերադարձնել։ Աղջիկս, լավ ես։ Մայրիկ, փողից առավել մենք նրանց պատճառով արցունք վատնեցինք։ Եվ դու ինձ թույլ չես ստեղծել։ Ես ամեն ինչի կդիմանամ։ Ամեն ինչի, եթե թփթփացնես ուսիս։
Վաղվանից դու էլ այստեղ չես լինելու։ Դու թողնելու ես ծնողներիդ, եղբորդ, քրոջդ։ Դու մեզ վաղը հրաժեշտ ես տալու։ Դու այսօր գնալու ես մեր տնից։ Պոնամջի, Ամեն ինչում մենք ենք մեղավոր։ Այսպիսի բան չէր լինի, եթե չշտապեինք ամուսնացնել Թափկին։ մենք նրա լավն էինք ուզում։ Հանգստացիր։ Մենք պետք է Թափկիի մասին էլ մտածենք։ Պատկերացրու, թե հիմա նրա հետ ինչ է կատարվում։ Մամ, հայրիկ, եկեք արագ, շտապեք։ Թափկի։ Հայրիկ, देखो ना मैंने տես ես բոլոր զարդարանքները հանել եմ, բայց այս լույսերը չեմ կարողանում իջեցնել։ प्लीज Արի խնդրում եմ, հանիր սրանք։ Իսկ ես կգնամ մյուսները իջեցնեմ։ दी Դի, ինչ ես անում։ Ադիտի, լավ է որ արթնացել ես։ Հիմա միասին կաշխատենք։ Գործը շուտ կվերջացնենք։ Ինչ գործ դի։ Չես տեսնում։ Այնքան գործ կա անելու։ Տունը նախքին տեսքի է բերել։ Մենք նաև պետք է վարձույթով վերցրած սպասքը վերադարձնենք։ Տես թե ինչքան բան կա անելու։ Թափկի։ Բան չպատեց։ Հավասարակշռությունս կորցրի հայրիկ, բայց լավ եմ։ Զգույշ։ Ու այն աթոռները, Թափկի, աղջիկս։ बेटा Այն ինչ եղավ երեք ինչ, մամ։ Դա ընդամենը նախորդ օրն էր, նրա որ այսօր է եկել։ Մամ, երեկվա օրն արդեն գնացել է, էլ չի վերադառնա, իսկ վաղվա օրը դեռ նոր է գալու։ Այնպես որ արի հանգիստ թողնենք անցյալն ու ապագան, արի միայն ներկայի մասին մտածենք, մենք այսօր 1000 ու մի գործ ունենք։ Հայրիկ, դու այս տեղից սկսիր, խնդրում եմ։ Ես ու Ադիտին էլ տան այն անկյունում կանենք, ինչ պետք է։ Պոնամջի, նա շատ մեծ քաջություն է ցույց տալիս։ Մենք էլ պետք է հետևենք նրա օրինակին։ Այո, Տիվարիջի։ Լսում եմ։ Այո, ճիշտ եք լսել։ Դուք ոչինչ չեք կորցնի։ Ձեր գումարն ամբողջությամբ հետ կստանանք, հավատացեք ինձ։ भरोसा रखिए। Ախ, ես մարդիկ, եթե ինձ վարկ պետք չէ, ինչի համար է պետք է երկար խոսակցությունը։ Մամ, ինչքան սիրուն է։ Պատկերացնում եմ, թե ինչքան թանկ կլինի։ तेरी मुस्कुराहट जितनी Աղջիկս, այս լեհենգան ոչինչ է քո թանկարժեք ժպիտի դիմաց։ कोई कीमत नहीं है। तेरे पैदा होने से तेरे Սրա արժեքը չի կարող համեմատվել այն անսահման երջանկության հետ, որ դու բերել ես քո ծնունդով։ अपने पीछे इस घर में छोड़कर जाएगी। Եվ այն հիշողություններով, որ մեզ ես թողնելու։ मत नहीं। Սադանջի կարող եք ձեր աշխատողներին ուղարկել իրերը հավաքելու համար։ Լավ։ Ուր ես գնում, աղջիկս։ Եվ այդ ինչ կա ձեռքիդ։ Հայրիկ, սա հարսանեկան սարիս է։ Ես սա կվերադարձնեմ։ Սարին շատ թանկ է։ Իզուր
մնալու է տանը։ Կփորձեմ հետ տալ։ Թող առայժմ մնա։ Հետո մի բան կանենք։ Մայրիկ, սա նոր է։ Եթե հիմա տանենք ավելի հեշտությամբ կհամաձայնեմ վերցնել, հետո դժվար կլինի։ Ես հասկանում եմ, դու ճիշտ ես։ Ես կտալեմ կվերադարձնեմ, դու մնա տանը։ Ոչ հայրիկ, դու պետք ես տանը։ Բոլորը գալու են, որ իրենց ծառայությունների համար վճարվեն։ Դու մնա։ Թափ գիտի, ես էլ կգամ քեզ հետ։ Իսկ ճանապարհին գոպալ քեռուց քո սիրած չաթից կուտենք, դրանից որ կծու է։ Տար նրան քեզ հետ։ Քերի, սա հարսանեկան սարի է։ 2 օր առաջ հայրս է գնել։ Ես սա մի քանի րոպե հագել եմ։ Ոչ մի բան չի եղել։ Աղջիկս հետ կվերցնեմ, ես տեղյակ եմ, թե ինչ է եղել քո հարսանիքի։ Դուր ինձ։ Շնորհակալություն։ Քերի, գումարը։ Այո, տղաս։ Քերի, կարող եք գումարի կեսը վերադարձնել։ Այստեղ ամբողջ գումարն է։ Քեզ համար առանց հետ էլ ծանր է եղել, որ հիմա էլ ես մի հարված հասցնեմ։ Զգուշ եղիր փողը չկորցնես։ Շնորհակալություն։ Թափքի աղջիկս։ Ինչ վատ բան է եղել սիրելիս։ Դրանք անաստված մարդիկ են։ Բոլորովին չեն մտածել, թե ինչ է անելու խեղճ աղջիկը։ Հավատդ Աստծո հանդեպ մի կորցրու թափքի։ Ամեն ինչ լավ կլինի։ Ծնողներիդ ասա, որ մենք կգանք նրանց տեսնելու։ Լավ աղջիկս, մի հուսահատվիր։ Դիդի, դու գնա, ես միայն մանոջից գիրքս վերցնեմ ու գամ։ Միրապետ աղաս, սա Վանի Չատրովեդիի տունն է։ Այո, ինչու։ Սա նրան տուր։ Լավ քերի։ Նամակը։ Եկել եք, որ մեզ ավելի ստորացնեք։ Ինչքան անամոթ են։ Մեզ ստիպել են այդքան փող ծախսելու առանց անհարմար զգալու, հիմա էլ եկել են Տոմսի գումարը վերցնելու։ Մորանեցքը ձեզ է հասնելու։ Մայրիկը ճիշտ է ասում, հայրիկ, սա ինչ է։ Միշալջի, շատ եմ խնդրում։ Դուք արեցիք այն ինչ ուզում էիք, բայց հիմա այստեղ էլ անելիք չունեք։ Գնացեք խնդրում եմ։ Մենք չենք եկել ձեր տունը կողոպտելու։ Մենք մեր իրավունքն ենք պաշտպանում։ Հետ տվեք այն գումարները, որ ձեր աղջկա վրա ենք ծախսել։ Ձեր աղջիկն ու մեր տղան միասին էին հարսանեկան ճանապարհորդության գնալու։ Ինչու միայն մենք պետք է կորցնենք դրա համար տրված գումարը։ Փակեք ձեր բերանը, թե չգիտեմ թե ինչ կանեմ ձեզ հետ։ Պուրամջի, հանգստացեք, սրանք գործնական հարցեր են։ Կրիստական ջի, դուք խելամիտ մարդ եք։ Պետք է հասկանաք։ Մենք երկուսի համար էինք հարսանեկան ճամփորդության տոմսեր գնել։ 50,000 էինք դրանց համար վճարել։ Գոնե դրա կեսը տվեք, որը 25,000 է կազմում։ Դա ձեր աղջկա բաժինն է։ Ինչ եք ուզում ասել, ինչ։ Հայրիկ, դուր նրանց գումարը։ Թափքի աղջիկս, խնդրում եմ հայրիկ։ Վճարիր նրանց։ Դու իրոք շատ խելացի աղջիկ ես։ Մենք շատ կուզեինք քեզ նման հարս ունենալ, բայց ճակատագիրն ուրիշ բան որոշեց։ Տվեք։ Հուսով եմ, որ հիմա գոհ եք։ Գիտեք, հայրիկս անշարժ գույքի գործակալ է։ Օգնում է մարդկանց տուն գնել։ Շատ է պատահել, որ նրան իր աշխատանքի համար չեն վճարել։ Բայց երբեք չի եղել, որ հայրիկս ուրիշի փողը յուրացնի։ Մանավանդ, եթե դա գործնական հարց է։
Հայրիկս գործնական հարցերում շատ ազնիվ է։ Դուք 25,000 ռուպի եք ծախսել, իսկ հայրիկս հարյուրավոր ռուպիներ է ծախսել։ Բայց նա ձեզանից փոխհատուցում չի պահանջում։ Այս սա է ձեր ու իմ հայրիկի տարբերությունը, քերի։ Նա այդպես էլ իր երեխաներին է դաստիարակել։ Մարդուն իր խոսքերը հասարակական դիրքը չէ, որ բարձրացնում են։ Մարդը միայն իր լավ արարքներով է բարձրանում։ Մեր տունը փոքր է, բայց մեր սրտերը մեծ են։ Գիտեք, թե ինչու հայրիկիս խնդրեցի փողը վերադարձնել։ Որովհետև նա մինչև հիմա ոչ ոքի չի հրաժարվել օգնել։ Սրանից հետո էլ չի հրաժարվելու։ Զգույշ տարեք այդ գումարը, որովհետև ես չգիտեմ, թե ինչ նպատակի համար եք այդ փողը ծախսելու։ Բայց հիշեք, որ հայրս այդ գումարը հեշտ չի վաստակել։ Հայրիկ, հիմա կփոխվեմ ու կգամ։ Իհարկե աղջիկս։ आँखों पे धूप सी ऐसी पड़ी है, ख्वाब जो थे पिघल गए, आंसुओं ने कहा दिल की सुनी है, पलकें मूंदी निकल गए, दिन के हैं थोड़े, उम्मीदें हैं जोड़े, जिंदगी मुस्कानों को टोके, दे दो ना फिर से वही। Թափքի։ Արի աղջիկս։ चल आजा, Արի նախաճաշենք։ नाश्ता कर लेते हैं बेटा। Թափքի։ बेटा थपकी प्यार की, थपकी 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 थप 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 थपकी थप 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 थपकी। बेटा Աղջիկս ինչ է պատահել։ Ինչ է սոված չես։ Դու գնա, ես հետո կգամ։ Չգիտեմ աղջիկս հիշում ես թե չէ, բայց երբ փոքր էիր, շատ էիր լացնում։ करती थी, लेकिन मुझे Հենց որ ինձ տեսնում էիր, ձայնդ կտրում էիր։ अपना रोना बंद कर देती थी। Հույս ունեմ հիշում ես։ Բայց այսօր ես քեզ չեմ արգելի։ Լաց եղիր, սիրտդ թեթևացր։ Անուշիկս, լաց մի եղիր։ Խնդրում եմ, լաց մի եղիր։ Բունոն ջի, թող այսօր լաց լինի։
Ինչու հենց ես հայրիկ։ Ես պատրաստ էի այս ամուսնությանը։ Ես դեմ չէի։ Որն է իմ մեղքը։ Ինչու են բոլորն ինձ մեղադրում։ Թողանիցվեն դիվակարն էլ, նրա ընտանիքն էլ։ Չհամարձակվես քեզ որևէ բանում մեղադրել։ Դու մեղավոր չես, հասկացար։ Դու մեղավոր չես։ Ես եմ մեղավոր։ Այո, դի, տես։ Նորությունների ալիք։ Բայց դա Դրովի նորությունների ալիքն է։ Այս ինչ է աղջիկս։ Սա հեռուստատեսային ալիքից է։ Այն ալիքից, որտեղ Դրովն է աշխատում։ Դասերի են հրավիրում, բայց ես այնտեղ չեմ դիմել։ Ես եմ դիմել, քեզ համար։ Հիշում եք, տանը ոչ ոք ուշադրություն չդարձրեց, երբ հայտարարություն տվեցին, բայց ես գաղտնի դիմումը լրացրեցի։ Մտածեցի, որ դու կստանաս քո սիրած աշխատանքը։ Միայն պետք է գնայիր, որ քեզ ընտրեն։ Դրա համար էլ դիմեցի նրանց։ Դրա համար էլ նա քեզ հետ չամուսնացավ։ Ներիր դի։ Կներես։ Դու մեղավոր չես։ Խնդրում եմ, լաց մի եղիր։ Սիրելիս, մոռացիր ինչ է եղել, ինչու է եղել։ Աշխարհում հենց այնպես ոչինչ չի կատարվում։ Նա առանց գիտակցելու քեզ շատ մեծ լավություն է արել։ Հիմա դու կգնաս հեռուստատեսություն, աշխատանք կստանաս այնտեղ աղջիկս։ Ուրեմն դին պետք է Նոյրա գնա։ Նոյրա։ Այո։ Նրանց ստուդիան Նոյրայում է գտնվում։ Նա իր համար կյանքի ընկեր հետո կգտնի, բայց հիմա հոյակապ աշխատանք է գտնելու։ Նա լավ գիտի մեր երկրի աշխարհի անցուդարձը։ Հետաքրքրվում է նորություններով, թերթեր է կարդում։ Դու միայն իմացիր, որ ճիշտ պահին ճիշտ հնարավորություն է ստացել։ Սկսիր պատրաստվել, որ մեկնես։ Ոչ հայրիկ։ Ես չեմ գնա։ Աղջիկս մի հուսադվիր։ Դու թույլ չես։ Ես թույլ եմ, հայրիկ։ Շատ թույլ եմ։ Ես կարծում էի, թե իմ թերությունը փոքր բան է, բայց իրականում այդպես չէ։ Այն մեծ է, հայրիկ։ Շատ մեծ է։ Ինձ հետ չամուսնացան նրա համար, որ ես կազում եմ։ Քեզ էլ նվաստացրին։ Իսկ հիմա նոր տեղ նոր մարդիկ։ Ոչ հայրիկ։ Ես հոգնել եմ նրանից, որ մարդիկ ինձ ծաղրում են, արտաքուստ, ցույց չեն տալիս, բայց հոգիս տակնու վրա է լինում։ Ես էլ եմ ուզում առանց կակազելու խոսել, բայց չեմ կարողանում, հայրիկ։ Ես այնքան եմ կազում, հայրիկ, որ երբեք Կերպնօրինակումը կատարվել է Շանթ հեռուստաընկերությունում 2019 թվականին։